Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից են եւ ազգային անվտանգության անբաժանելի մասը։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Իմ իրավունքը հեռուստածրագիրն է եւ ինչպես արդեն հասկացաք, այսօր մեր դիտակետում քաղաքացիական պաշտպանությունն է։ Հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է քաղաքացիական պաշտպանությունը եւ ինչպես է այն իրականացվում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը, ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը, սահմանում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը, ինչպես նաև հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերն ու վերահսկում դրանց կատարումը։ Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարումը, տարհանումը եւ տեղաբաշխումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը, քողարկումը, փրկարարական աշխատանքների իրականացումն ու բժշկական ապահովումը, ինչպես նաեւ հակահրդեհային ապահովումն ու վտանգավոր տարածքների բացահայտումը։ Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներից են նաեւ շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկման, հսկողության մշտական իրականացման ուժեղացումը։ Քաղաքացիական պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն քաղաքացիական պաշտպանությունը միջոցառումների համակարգ է, որն ուղղված է մարդկանց եւ նյութական արժեքների պաշտպանությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարելու դեպքում։ Քաղաքացիական պաշտպանության մասին սկսվեց խոսվել 1931 թվականից սկսած, երբ ֆրանսիացի վիրաբույժ գեներալ Սանտ-Պոլը հենց այդ նույն թվականին 1931 թվականին հիմնեց Ժնևյան գոտիներ ասոցիացիան, որի նպատակն էր ստեղծել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմի ժամանակ կարող էին ապաստանել որոշակի կարգի բնակչություն։ Հետագայում քաղաքացիական պաշտպանության խնդիրները ընդլայնվեցին 1931 թվականից սկսած եւ արդեն 1958 թվականին Ժնևյան գոտիներ ասոցիացիան վերանվանեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության, իսկ արդեն 1972 թվականին քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ, մարտի 1-ին ընդունվեց քաղաքացիական պաշտպանության կանոնադրություն, ներկայիս տեքստը կազմակերպության եւ արդեն ավանդույթի համաձայն էլ ամբողջ աշխարհում մարտի 1-ը համարվում է որպես քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր։ Պետք է նշեմ, որ խորհրդային ԽՍՀՄ ժամանակաշրջանում քաղաքացիական պաշտպանությունը մի տեսակ անտեսված էր, քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը եւ դրան անդրադարձան 1961 թվականից սկսած, մինչեւ այդ քաղաքացիական պաշտպանության օր ԽՍՀՄ-ում չէր նշվում։ Արդեն 1961 թվականից քաղաքացիական պաշտպանության խնդիրները դրվեցին նախարարների խորհրդի վրա եւ նաեւ մտցվեց ԽՍՀՄ քաղաքապաշտպանության ղեկավարի պաշտոն։ Ասեմ, որ խորհրդային ժամանակաշրջանում քաղաքացիական պաշտպանությանը առանձնահատուկ ուշադրություն սկսեցին դարձնել 1986 թվականից սկսած։ Քաղաքացիական պաշտպանության խնդիրներին ուշադրությանը մեծապես նպաստեցին Չեռնոբիլի ատոմակայանում վթարը եւ արդեն մեր հայ ժողովրդի մեծագույն աղետը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես խաղաղ պայմաններում։ Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները ևս կազմակերպվում են խաղաղ պայմաններում, իսկ այ հիմնականը արդեն այն ժամանակ, երբ երկրին զինված հարձակման վտանգ է սպառնում։ Ասեմ, որ ի սկզբանե քաղաքացիական պաշտպանության ընկալումը որոշակի էվոլյուցիա է ապրել, եթե սկզբնական շրջանում այն հասկացում էր որպես պատերազմական գործողություններից զուտ մարդկանց կյանքի եւ գույքի փրկություն կամ պահպանում, ապա ներկայիս իմաստով կամ զարգացման էվոլյուցիայի ընթացքում դուրս եկավ այդ շրջանակից եւ արդեն ԽՍՀՄ քաղաքապաշտպանության ձևավորման ընթացքում ռազմաստրատեգիական գործոններից բացի քաղաքացիական պաշտպանության վրա սկսեցին որոշակի ազդեցություն ունենալ նաև այլ գործոններ, ինչպիսիք են արտակարգ իրավիճակներում թեկուզ քաղաքացիական բնակչության պաշտպանվածության հարցը։ Եվ այս առումով
Այսօր արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության խնդիրները գտնվում են պետության եւ համապատասխան լիազոր մարմնի ուշադրության կենտրոնում, որոշակի առումով առկա են քաղաքացիական պաշտպանության օրենսդրական բազան։ 2004 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունվեց քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը, որով նորովի կարգավորում ստացան քաղաքացիական պաշտպանության ոլորտի հարաբերությունները, սահմանվեցին քաղաքացիական պաշտպանության սկզբունքները, ինչպես նաև պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների, այդ թվում եւ նաև քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Բնակչության տարհանում եւ բաց սպառում սրանք այն հիմնական միջոցառումներն են, որոնք իրականացվում են երկրին սպառնացող պատերազմական գործողությունների, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակների ժամանակ։ Տարահանումն իր բնույթով մարդկանց վտանգավոր տարածքից անվտանգ վայր տեղափոխելն է։ Վտանգավոր տարածք հասկացությունը այս պարագայում ունի ծավալուն, այսպես ասած, ընդարձակ բովանդակություն, դա վերաբերում է ինչպես ռազմական, պատերազմական գործողությունների դաշտից դեպի անվտանգ տարածք տեղափոխումը, այնպես էլ արտակարգ իրավիճակի դեպքում կամ ինչ-որ աղետի, վթարի դեպքում որոշակի կատեգորիայի մարդկանց կամ բնակչության տարածքի տարահանում ավելի անվտանգ վայր։ Տարահանումը մեր երկրում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի ընդհանուր հանրապետության մասշտաբով իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ ընդհանուր որևէ տարածքի կամ օբյեկտի, շրջանի կամ համայնքի կամ էլ կազմակերպության աշխատողների տարահանման համար կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված են կոնկրետ մեխանիզմներ, որոնց հիման վրա իրականացում է այս ամբողջ գործընթացը։ Տարահանման միջոցառումներում ներգրավված են եւ մեծ դերակատարություն ունեն տարահանման հանձնաժողովները։ Ոլորտում այս ամեն ինչի տարահանման գործընթացի կազմակերպման եւ իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում կառավարության կողմից լիազորված մարմինը, այս պարագայում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մեծ դերակատարություն ունեն ինչպես շրջանների վարչակազմերի ղեկավարները, այնպես էլ ինչպես նշեցի, համայնքների ղեկավարները, կազմակերպությունների ղեկավարները կամ պետական մարմինների ղեկավարները, որոնք այս բնագավառում ունեն որոշակի իրավասություններ։ Տարահանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է երկու ձևով, երկու տարբերակով։ Առաջին տարբերակի դեպքում սա վերաբերում է այն դեպքերին, երբ բնակչության տարահանումը իրականացում է որոշակի ժամկետով, այսինքն վերջիններիս մշտական բնակության վայր վերադառնալը կարճ ժամանակով է բացակայությունը լինելու, այս պարագայում բնակչության տարահանումը եւ նրանց տեղավորումը իրականացվում են ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում եւ նմանատիպ այլ հաստատություններում, իսկ երկրորդ ձևի դեպքում, երբ արդեն բնակչությունը երկարատև է բացակայելու հիմնական տեղակայման վայրից, այս պարագայում արդեն որպես նման կարգի հաստատություններ կամ շինություններ, օբյեկտներ ընտրվում են արդեն հյուրանոցներ, տուրիստական բազաներ, առողջարաններ եւ այլն, այսինքն այն օբյեկտները կամ հաստատությունները, որտեղ հնարավոր է երկարատև ժամանակով բնակչությանը, տարահանված բնակչությանը ապահովել կենսական որոշակի պայմաններով։ Տարահանման հետ կապված դրանց միջոցառումների իրականացման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ունի ներգրավվածություն եւ այդ միջոցառումների անմիջական մասնակիցն է հանդիսանում նաեւ ծառայությունը եւ միջոցառումները իրականացում են համապատասխան տարահանում իրականացնող տարահանման հանձնաժողովների, եթե որոշակի տարածքի մասին է խոսքը, պետական մարմինների հետ միասին։ Ներկա պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նման միջոցառումների իրականացման կոնկրետ տարահանման առումով բոլոր նախադրյալները առկա են, ինչպես օրենսդրական, այնպես էլ նյութատեխնիկական բազան, եւ եթե Աստված մի արասցե որոշակի տարածքի հետ կապված նման անհրաժեշտություն առաջանա, դա կլինի պատերազմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակում, դրա սպառնալիք, թե կլինի որևէ արտակարգ իրավիճակով պայմանավորված բնակչության տարահանում, մեր մարմինները պետական, ովքեր իրավասու եւ պատասխանատու են կազմակերպելու տարահանման միջոցառումներ, լիարժեքորեն իրավիճակին տիրապետում են եւ ի վիճակի են իրականացնելու այդ միջոցառումը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը։ Օրենքով սահմանված լիազոր մարմնի ղեկավարը, քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը, այս պարագայում արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ։ Գործադիր իշխանության հանրապետական մարմինների, շրջանների վարչակազմերի, համայնքների, կազմակերպությունների եւ հիմնարկների ղեկավարները հանդիսանում են համապատասխան մարմինների քաղաքացիական պաշտպանության պետերը, այսինքն նախարարության քաղաքացիական պաշտպանության պետը տվյալ նախարարն է, օբյեկտի, որը օրինակ դպրոցի քաղաքացիական պաշտպանության պետը համարում է տվյալ դպրոցի տնօրենը եւ արդեն շրջանի քաղաքացիական պաշտպանության պետը շրջանի վարչակազմի ղեկավարը, նույնը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում։ Իմ նշած մարմինները քաղաքացիական պաշտպանության պետերը, մարմինների ղեկավարները ավելի ճիշտ, քաղաքացիական պաշտպանության ոլորտի վերաբերյալ կամ ոլորտում ունեն որոշակի իրավասություններ, քաղաքապաշտպանության մասին օրենքով իրենց վերապահված իրավասություններ եւ կրում են որոշակի պատասխանատվություն քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետ կապված։ Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նաեւ քաղաքացիների իրավունքներին եւ պարտականություններին քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Քաղաքացիները իրավունք ունեն իրենց պաշտպանվածության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, սա նրանց ամրագրված օրենսդրական իրավունքն է, ինչպես նաև իրավունք ունեն քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալ, բայց միաժամանակ ունեն նաև պարտականություններ, որոնք ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, որի իմաստը կայանում է հետևյալում, որ քաղաքացիները պարտավոր են մասնակցել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, իհարկե օրենսդրությամբ սահմանված կարգով։ Երբ ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո սկսեցին ակտիվ աշխատանքներ տարվել նկուղների մաքրման եւ դրանց վերանորոգման ուղղությամբ, բնակչության մոտ կարծես մի տեսակ խուճապ առաջացավ եւ սա թերևս բնական է, սակայն բնական են նաեւ տարվող այս աշխատանքները, չէ՞ որ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում բնակչությունը պատսպարվում է նկուղներում եւ նման այլ օբյեկտներում։ Բնակչության կազմակերպված եւ ժամանակին պատսպարման համար պետական կառավարման տարածքային տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունների ղեկավարները, արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ անցկացնում են բնակչության աշխատողների եւ ծառայողների պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ։ Պաշտպանական կառույցների սպասարկման եւ պատսպարման կազմակերպման նպատակով դրանց կից ստեղծվում են փրկարար ուժեր, որոնց անձնակազմը պարտավոր է ապահովել պաշտպանական կառույցների նախապատրաստումը պատսպարվողների ընդունման համար, հետևել պաշտպանական կառույցները պատսպարվողներով լրացման եւ շահագործման ընթացքին, իմանալ շահագործման եւ անվտանգության տեխնիկայի կանոնները պաշտպանական կառույցների բոլոր սարքավորումների շահագործման դեպքում։ Ապաստարաններն ու թաքստոցները սպասարկող խմբերի եւ օղակների կազմում կարող են ներգրավել բոլոր աշխատունակ մարդիկ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է բնակչության պատասպարման կարգը, համաձայն որի բնակչության պատասպարումն իրականացվում է ստորգետնյա հատուկ շինություններում կամ բնակելի ֆոնդի տարածքներում։ Ստորգետնյա հատուկ շինությունների հետ կապված հարմարեցված հատուկ շինություններ, ստորգետնյա խորշեր, իսկ բնակելի ֆոնդի տարածքները արդեն նկուղներ, կիսանկուղներ, առաջին հարկեր բնակելի ֆոնդի տարածքների, որտեղ կարող է իրականացվել բնակչության պատասպարում։ Բնակչության պատասպարման միջոցառումների իրականացման հետ կապված որոշակի իրավասություն, պատասխանատվություն ունեն պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոլորտի լիազոր մարմնի հետ իրականացնում են նշված միջոցառումները, բնակչության պատասպարման միջոցառումները, պետք է նշեմ, որ տնտեսական նպատակով բնակելի ֆոնդի տարածքների խոսքը նկուղների կամ կիսանկուղների մասին է, բնակելի ֆոնդի տարածքները կարող են օգտագործվել տնտեսական նպատակով, սակայն գործող կարգի համաձայն ոչ ավել, քան տվյալ տարածքի 40%-ի չափով եւ վերջինիս ազատման ժամանակը սահմանվում է 6 ժամ։ Այսինքն 6 ժամվա ընթացքում տվյալ տարածքը օգտագործող տնտեսական նպատակով օգտագործող անձինք պետք է ազատեն տվյալ տարածքը։ Անհրաժեշտ է նկատել, որ բնակելի ֆոնդի տարածքների տնտեսական նպատակով օգտագործման
հետ կապված համապատասխան սուբյեկտները ունեն նաև որոշակի պարտավորություն կամ պարտականություն վերջինս հանդիսանում է տվյալ տարածքի խոնավությունից կամ ավերվածությունից պաշտպանվելը, այսինքն նշված տարածքները պետք է զերծ մնան նման կարգի երևույթների ազդեցությունից եւ այս առումով վերջիններս որոշակի պարտավորություն ունեն դրա հետ կապված պետք է նշել որ կազմակերպությունները ինչպես նաեւ պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները բնակչության պատասխանման վերաբերյալ ունեն համապատասխան ամրագրման պլաններ, որոնց հիման վրա իրականացում է բնակչության պատասխանումը եւ կազմակերպությունները բնակչության պատասխանման ու աշխատողների մասին է խոսքը, կազմատվյալ կազմակերպության աշխատողների կրում են պատասխանատվություն, պարտավորություններ իրենց աշխատողների պատասխանումը իրականացնելու հարցում Եվ ասեմ, որ պաշտպանական կառույցները պատրաստականության են բերվում պատասխանման վերաբերյալ ազդանշանը տրվելուց կամ հաղորդումը ստանալուց 12 ժամվա ընթացքում։ Իսկ ինչպես է իրականացում, որ ազդանշանի համաձայն է իրականացում կամ հիման վրա իրականացում պատասխանումը, սա շչակի համապատասխան ազդանշանի հիման վրա իրականացում, եթե շչակի ընդհատվող ազդանշան է, այս դեպքում բնակչությունը պետք է անհապաղ զբաղեցնի պաշտպանական կառույցները, այսինքն պետք է պատասխանվեն անհապաղ, իսկ եթե անընդհատ ազդանշան է շչակին, առաջին դեպքում օդային տագնապ ազդանշանն է, եթե ընդհատվող է շչակի ձայնը, իսկ երկրորդ դեպքում, եթե անընդհատ է, սա արդեն ուշադրություն բոլորին ազդանշանն է, քաղաքացիները պարտավոր են միացնել ռադիոընդունիչները, հեռուստացույցները եւ հետեւել համապատասխան հրահանգներին, թե ինչ իրավասու մարմինները վերջիներիս ինչ կհաղորդեն իմ ասած միջոցներով, զանգվածային լրատվության միջոցներով եւ քաղաքացիների վարքը եւ գործողություններն էլ այս պարագայում կառուցվելու են կամ իրականացվելու են համապատասխան տրվող հրահանգների։ Ես նշեմ, որ իմ ասած միջոցառումների մասին կամ իրազեկվածության բնակչության իրազեկվածության մասով ոլորտի լիազոր մարմինը արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կամ համապատասխան մարմինները պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները տարվա ընթացքում որոշակի պարբերականությամբ եւ հաջորդականությամբ կազմակերպում են ուսումնավարժություններ, որտեղ ներգրավում են նաեւ որոշակի խմբի բնակիչներ կամ բնակչություն, որոնց այդ ուսուցման ուսումնավարժությունների ընթացքում ուսուցման ժամանակ կամ եղանակով նրանց իրազեկվում են քաղաքացիական պաշտպանության վարքականոնների կամ պահելաձևի ու վարվելաձևի հետ կապված վերջիներս իրազեկվում են։ Նշեմ, որ պատասխանման կարգով այս հարցը նույնպես կարգավորված է եւ այդ անձինք պատասխանում են գտնվելու վայրի պաշտպանական կառույցներով, այսինքն դրանք կարող է լինել գետնանցումներ, բնակելի ֆոնդի տվյալ տարածքում արկա բնակելի ֆոնդի տարածքներ, խոսքը առաջին, նկուղային եւ կիսանկուղային հարկերի մասին է, այսինքն նշված անձինք պատասխանում են ըստ գտնվելու վայրի պաշտպանական կառույցների։ Այսքանը քաղաքացիական պաշտպանության մասին կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Մնացեք խաղաղությամբ։